Հարգելիներս, երբևիցե փորձել եք մածունի սիճուկով խմոր պատրաստեք։ Տարայի մեջից ես այսպես կեսով եմ հեռացնում մածունը և որոշ ժամանակ անց իրանից սկսում է ջուր դուրս տալ։ Ահա այս փոսիկը, որ մենք թողել ենք, այս փոսիկի մեջ է հավաքվում իր սիճուկը և ես քթալ հավաքում եմ և հետո արդեն պատրաստում եմ իմ խմորը։ Ահա տեսնում եք, մի փոքր ջուր է դուրս տվել, բայց դա շատ քիչ է։ Ահա հարգելիներս, տեսնում եք իրանից որքան ջուր է դուրս տվել։ Հիմա այս ջուրը ես կհավաքեմ և ինքը էլի նորից ջուր դուրս կտա։ Մեջի ջուրը մի փոքր հավաքեցի և համբերատար կսպասեմ, որ այս բաժակը քիչ-քիչ լցվի։ Արդեն 1 օր է անցել ես ինչ հավաքում եմ իմ մածունի սիճուկը։ Ահա այսքան ես արդեն հավաքել եմ։ Նշեմ, որ Հայաստանի տարբեր մարզերում տարբեր ձևի են անվանում այս հեղուկին, մեկ ասում են սիճուկ, մեկ ասում են շիճուկ։ Դուք կարող եք ձեր տարբերակը նշեք, ձեր մարզում դուք ոնց եք անվանում։ Հա, իդեպ ահա այսքան մածունը իր ծավալը կորցրեց, մի քիչ արդեն ցածայի չէ, քանի որ ընթացքում իրանից ջուր է դուրս տալի և այս ջուրը մենք հավաքում ենք։ Այս սիճուկը դուրս է գալիս այս վերևի հատվածից, որտեղ մենք ձեռ չենք տվել մեր մածունը և լցվում է այս փոսիկի մեջ, ու նշեմ, որ խոսքի այս հատվածի մածունը արդեն դառնում է քամած մածուն։ Դուք կարող եք իրան օգտագործել տարբեր աղցանների մեջ և անգամ այդպես ուտեք։ Այս քամած մածունով դուք կարող եք նաև պատրաստեք հունական ձաձիկի սոուսը։ Հարգելիներս, մեր ալյուրը լավ մաղեցինք, թթվածնով հարստացրեցինք և հիմա ավելացնում ենք թթխմորը։ Եվ աղ ենք ավելացնում։ Ես միշտ խմոր հունցելուց քթալով ալյուրի մեջ խաչ եմ անում և հետո իսկ ավելացնում եմ մեր հեղուկ մասը։ Ահա 1 օր և մի փոքր ավել ես համբերատար հավաքեցի այս մածնի սիճուկը և հիմա այն կավելացնեմ մեր խմորի մեջ։ Ահա խմորը հունցեցի և եթե դուք նկատում եք, որ ալյուրը մի քիչ շատ է, իսկ հեղուկ մասան քիչ սիճուկի, դուք կարող եք մի փոքր գոլ ջուր ավելացնեք։ Տեսնում եք ինչպես է մածունը պնդացել, ինչպիսի պինդ տեսք ունի, անգամ պատարագ ինքը չի թափվում, այսպիսի քամած մածուն ենք մենք արդեն ստացել։ Ինչքան է պնդացել մեր քամած մածունը, որ անգամ պատարագ ես իրան վեկալել եմ։ Եվ ինքը չի ծորում թափում։ Մեր խմորը լավ հունցեցի և սպասեմ հասունանա և շարունակեմ իմ պատրաստման ընթացքը։ Որ մեր հացը գեղեցիկ վարդագույն երանգ ստանա, ես ձվի դեղնուց եմ քսել
Եվ մի փոքր էլ զարդարել եմ դդմի կորիզներով և քունջուտի սերմերով։ Երբ սերմերը ցանում եմ ես խմորի վրա, ևս մեկ անգամ կրկին ձվի դեղնուցը քսում եմ հացի խմորին, որ մեր սերմերը ամուր կպնեն և չթափվեն եփվելուց հետո։ Հարգելիներս, տեսնում եք ինչ սիրուն կարմրաթուր մատնակաշ մենք ստացանք, արևի տակ ուղղակի շողշողում է։ Ամբողջ պրոցեսը ես ձեզ նկարահանեցի, լուսաբանեցի, թե ինչպես ես մածունի սիճուկը իր ջուրը հավաքեցի, մածունը դարձավ քամած մածուն, շատ պինդ մածուն էր ստացվել և անգամ պատարագ վրայից չէր թափվում։ Դուք էլ կարող եք պատրաստեք և մատուցեք սիրով։ Հարգելիներս, քամած մածունը ես տեղափոխեցի մատուցման ափսեի մեջ։ Ահա տեսնում եք ինչ սիրուն լավ մածուն մենք ստացանք, քամած մածուն, որ կարելի է այսպես գթալով վերցնել և համտեսել։ Իսկ այս քամած մածունի սիճուկից էլ մենք պատրաստեցինք տնական հաց, ահա տեսնում եք ինչ գեղեցիկ է ստացվել, ինչ անուշ բուրում է։ Հաց ու պանիր, քամած մածուն, կանաչի և գարնանային բարձր տրամադրություն։ Պատրաստեք դուք և մատուցեք սիրով։ Իսկ մեր պատրաստած հացն է զարդարում է մեր սեղանը։